Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր կրկին մեր հյուրն է տոմարագետ Սերգեյ Սիմոնյանը։ Այսօր մենք զրուցելու ենք հավերժ վերադարձի օրենքի և հայոց ճակատագրի մասին։ Պարոն Սիմոնյան, ինչով է կապվում հայոց վերադարձի օրենքը և հայոց ճակատագիրը, ինչ է հավերժ վերադարձը նշանակում, ինչ է ժամանակը, ինչ է տարածությունը, ինչ է հիշողությունը։ Այսօր սրանց մասին անպայման պետք է խոսենք։ Քանի որ անցյալ, ներկա, ապագա սրանք ընդհանրապես սերտորեն կապված են իրար հետ։ Առանց մեկը մյուսի գոյություն ունենալ չի կարող, բոլորը միաժամանակ են գոյություն ունենում։ Հիշողության շնորհիվ է, որ տեղի ունենում գիտելիքի, տեղեկության և փորձի փոխանցում։ Եթե չլինի անցյալի հիշողությունը, ապա անհնար է ուղղակի, անհնար է ազգային և անձնական ինքնության զարգացումը։ Խոսենք հիմա այս հարցերի մասին, հետո արդեն նորից։ Մեծ սիրով։ Իրոք, որ հնչեցված այդ հարցադրումները շատ կարևոր են։ Եվ կասեի այդ հարցերը կապված ժամանակի, տարածության, հիշողության, գիտակցության, իսկ առանց գիտակցության ինչ է հիշողություն։ Այն որ մարդը ուշաթափվում է, ասում են ուշքը գնացել է և ուշք է գալիս, այդ նույնն է, որ գիտակցություն չկա կամ գիտակցությունը հետ է եկել և ուշագնաց եղած մարդը ինչ հիշողություն կարող է ունենալ։ Հիշողությունից զուրկ մարդը ինչ անցյալի մասին կարող է խոսել։ Նշանակում է, որ հիշողությունը, երբ որ կա, և այդ հիշողությունը նաև ունի անցյալի հիշողությունը, սա ինչով է կարևոր։ Չէ որ մարդու կյանքը, ազգերի ճակատագիրը, ժամանակի մեջ, մենք հիմա որ հետ ենք նայում, դա ներկայանում է որպես անցյալի հիշողություն, պատմություն։ Ինչպես պատմահայրը կասեր, ոչ է ճշմարիտ պատմություն առանց ժամանակագրություն։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ պատմությունը և ժամանակը իրար հետ սերտորեն կապված են։ Եվ հավերժ վերադարձի գաղափարը, սա նոր գաղափար չէ, նոր ուսմունք չէ։ Նույնիսկ կա հավերժ վերադարձի առասպել, առասպելական պատմություններից մեզ ասած։ Եթե մենք ասում ենք հավերժ վերադարձ, այդ հավերժը կամ հավերժական վերադարձ, հավերժության մասին է խոսքը։ Շատերը հավերժություն ասելով հասկանում են անսահմանափակ, ուղղագիծ, գծային ժամանակ։ Անցյալից սկսած մինչև ապագա անվերջ անսահման։ Բայց իրականում ավանդական, խորագիտական աշխարհընկալումներով հավերժությունը որպես 5-րդ չափով, եթե մենք տարածությունը նայում ենք եռաչափ, օրինակ երկար ժամանակ և ֆիզիկայում, բնագիտությունում, տարածությունը մենք դիտարկում ենք, որ եռաչափ տարածություն։ Եվ այդ եռաչափ տարածությունում տեղի ունեցող շարժումներ են, գոյացությունների հետ կապված, երևույթներ և այլն, որ մենք նայում ենք, ժամանակը որպես 4-րդ չափում է հանդես գալիս և այստեղ քառաչափ երևույթի հետ գործում են և աշխատում են այդ քառաչափ տարածության մեջ նկարագրել և անցյալի հետ կապված և ապագայի հետ կապված այդ աշխարհընկալման դրսևորումները։ Բայց իրականում ըստ հին ավանդական աշխարհընկալման, խորագիտության, եթե ընդհանուր առմամբ ասենք, ժամանակը նույնպես եռաչափ է։ Բայց հիմա ես տարանջատում կմտցնեմ հետևյալ կերպ։ Ժամանակը հանդես է գալիս որպես 4-րդ չափ։
Հավերժությունը հանդես է գալիս որպես 5-րդ չափ եւ անսահմանությունը եթե մենք ասում ենք անսահմանություն մենք նկատի ունենք բացարձակը абսոլյուտը որի հետ է կապված հավատքի եւ կրոնական աշխարհընկալներում Աստված, չէ, անյեր գոյացություն, այսինքն անյեր գոյացություն, որ ասում ենք, անյեր գոյ։ Եղական գոյերը նշանակում են, որ մի ժամանակ չեն եղել, հետո եղել են, եղիցի, որ ասում ենք, այն, այսինքն չկար եւ եղավ։ Անյեր գոյի հասկացությունը, դա արդեն ժամանակից տարածությունից դուրս է, անժամանակն է, վեր անցականն է եւ այլն։ Ուրեմն ընդհանուր առմամբ մենք սա նկատի ունենանք։ Հիմա հավերժ վերադարձի գաղափարը ուսմունքը նոր չէ։ Այն լայն մասանների համար ոնց որ ասում են տարածում գտավ անձինս Նիչեի Նիչեն հավեր վերադարձի գաղափարը իր եւ զրադաշտի վերաբերող գործում եւ որոշ այլ գործերում անդրադարձ է կատարել իհարկե նրա մոտեցումը չի կարելի ասել որ հնագույն խորքային հավերժ վերադարձի մասին ամբողջական աշխարհընկալում էր կան հիշատակություններ որ հավերժ վերադարձի մասին արևելյան հոգևոր ուսմունքներում դրա մասին կա ճիշտ է հետագա պատմական ժամանակի ընթացքում որոշակի փոփոխությունների է ենթարկվել ես դրա մասին կակնարկեմ եւ բուդդայականության մեջ սանսարայի գաղափար կա սկզբնական շրջանում հավերժ վերադարձի գաղափարը բուդդայականությունում շատ հստակ էր ներկայացված բայց հետագա շեղումներում վաղնջական բուդդայականությունից հետո հավերժ վերադարձի գաղափարը չգիտես ինչու ներկայացվեց որպես ռեինկարնացիայի կամ վերամարմնավորման այդ գաղափարի հետ ուրեմն սա շատ կարևոր է իմանալ որովհետև երբ որ մենք անհատների ազգերի ճակատագրի մասին ենք խոսում պատմական ճակատագրական դեպքերով դրա մասին առիթ է եղել մենք խոսել ենք օրինակ Հայք Հավատարի մասին որ այն ժամանակ էլ արդարությունը խախտված էր եւ չարապահություն էր տարածվում կառապաշտություն էր տարածվում եւ արդարությունը վերականգնելու համար Հայկ Նահապետը որպես հավատար մարմնավորվել է եւ որպես պատմական անձ իր առաքելությունը կատարել է կռապաշտության դեմն է առել եւ այդ արևային քաղաքակրթությունը մեզանում այդ քաղաքակրթության հիմքն է դրա մասին մենք խոսել ենք ուրեմն այստեղ ազգի ճակատագրի հետ կապված իհարկե մենք գիտենք ազգի առաջնորդներն է ունեցել եթե մենք անցյալի մասին ենք խոսում անցյալի հիշողության մասին ենք խոսում Հայկին մենք ասում ենք Նահապետ Հայկի որը Թորգոմին ենք ասում հայոց Նահապետ Արամ աշխարհակալին ենք ասում Նահապետ ճիշտ է թե չէ ասում են ուրեմն այստեղ այս մեր երևելի նահապետները եղել են ազգային առաջնորդներ եւ նրանց դերը մեր ազգային ճակատագրի հետ կապված վաղնջական անցյալից սկսած շատ մեծ է եղել ուրեմն մենք տեսնում ենք որ անցյալի ժամանակներում այս առաջնորդների ի հայտ գալը որոշակի շատ մեծ ազդեցություն է ունեցել հայոց անցյալի եւ ճակատագրի վրա եւ ներկայումս էլ եթե այդպիսի երևելի անհատների մարմնավորում եթե չկա մենք տեսնում ենք որ հայոց ճակատագիրը հայոց ներկա իրավիճակը խիստ պակասավոր է որովհետեւ բոլորը ոնց որ ասում են օդի եւ ջրի պես կարիք ունեն առաջնորդի
Կարիք ունենք հայկի արամի վերաբնակեցման վերամարտում։ Օրինակի համար Գարեգին Նեժդեի արկայությունը մենք գիտենք այդ ահավոր տագնապալի ժամանակները, որ ապրել է, լինել չլինելու այդ հարցը, որ դրված է, մենք տեսանք, որ Գարեգին Նեժդեը նրա ծնունդը եւ նրա ապրած կյանքի տարիները ինչ դրական մեծ դեր են խաղացել հայոց ճակատագրի համար, հայոց շարունակական կայացման համար եւ մեր հերոսների Անդրանիկի դերը մի պահ եթե պատկերացնենք ժամանակի Անդրանիկ չլներ, Գարեգին Նեժդե չլներ, Էլիուս հերոսները չլնեին եւ այլը, ինչքան աղքատիկ կլներ մեր պատմությունը, մեր հերոսական պատմությունը ինչքան աղքատիկ կլներ եւ մեր գոյության հարցը լինել չլինելու հարցը կարող էր այլ ընթացք ստանալ։ Ուրեմն սա ես հիշատակեցի ժամանակի հետ կապված, հավերժ կամ հավերժական վերադարձի հետ կապված, որ այս ժամանակը անցյալը, ծնունդները, վերամարմնավորումը եւ այլն, սա ազգի ճակատագրի հետ սերտ առնչություն ունի։ Եվ այդ հավերժ վերադարձը անընդհատ պիտի տեղի ունենա։ Անընդհատ այդ վերամարմնավորումը, վերաբնակեցումը տեղի ունենա։ Այդ վերամարմնավորումը ըստ խորագիտության, նախնիների, ավանդապատումների որոշակի տարբերվում է կյանքի հավերժ վերադարձի այդ կրկնությունից, կյանքի կրկնությունից։ Հիմա ես սա փորձեմ բացատրել այնպես, որ ընկալելի լինի։ Շատ ուսանելի է այս առումով այն գիտաֆանտաստիկ պատմության հիման վրա նկարահանված ֆիլմը, որ շատերը տեսել են, Իվան Վասիլևիչը փոխում է իր մասնագիտությունը։ Այո։ Այս ֆիլմի, ֆանտաստիկ ֆիլմ է, կինոկոմեդիա, կարելի է կինոկոմեդիա է, սա հիմնված է Միքայել Բուլգակովի, Իվան Վասիլևիչի նվիրված համահունչ պիեսի վրա։ Եվ մենք գիտենք նաև, որ Բուլգակովը իր շատ աշխատություններով ինքը շատ այդպես միստիկ հարցերի անդրադարձել։ Վարպետը եւ Մարգարիտա։ Այո։ Եվ Բուլգակովի գործը հիման վրա այդ կինոֆիլմը որ կա, մենք բոլորս ովքեր որ դիտել են այդ ֆիլմը, տեսնում են, որ այդ ֆիլմի սյուժեում կար մի ինժեներ գյուտարար Շուրիկ Ծիմաֆեևը, որը ստեղծել էր ժամանակի մեքենա։ Այո։ Եվ այդ ժամանակի մեքենա հնարավորություն տվեց Իվան Վասիլևիչին, որը այդ նույն շենքի բնակիչներից էր, թոշակառու եւ որոշակի հասարակական գործունեությամբ էր զբաղվում եւ բնակարանային գողին, եթե չեմ սխալվում, Ջորջ էր անունը, Ժորժ։ Երբ որ նա աշխատացրեց իր ժամանակի մեքենան, այդ ժամանակի, այսպես ասած, տարբեր ժամանակների հարթության այդ դուռը բացվեց եւ ինչ կատարվեց։ Իվան Վասիլևիչը եւ բնակարանային գող Ջորջը հայտնեցին 16-րդ դարում Իվան Ահեղի պալատում։ Եվ Իվան Ահեղն էլ հայտնեց Մոսկվայի այդ բնակարանի շենքում գյուտարարանի բնակարան։ Սա իհարկե ֆանտաստիկայի ժանրից է, բայց սա հնարավորություն կտա այս ֆիլմը մեզ ինչ որ ձևով, որը այս տրամաբանության ժամանակի գծային այդ աշխարհանկալումներից դուրս գալ մի պահ եւ իմանալ, որ այդ բոլոր կյանքերը հավերժ վերադարձ դրանք բոլորը գործում են կան, այսինքն ժամանակի մեջ երբ որ ճամփորդում ենք, գնում ենք այդ բաները, դրանք միշտ էլ գոյություն ունեն։ Հիմա ես դա փորձեմ հետեւյալ կերպ բացատրել։ Այն ինչ որ մեզ հասանելի է վերջին ժամանակների աղբյուրներից։ Իրականում կա
այդ երաչափ ժամանակի մասին որ խոսում են, կա գծային միաչափ ժամանակ, որը ժամանակակից Նյուտոնի ժամանակներից եւ այլն Էվկլիդեսյան երաչափ երկրաչափության հետ կապված եւ քվանտային մեխանիկայի եւ հարաբերականության տեսության հետ կապված, որ հարաբերական է ժամանակը, տարածությունը եւ այլն, ուրեմն խոսում եմ նրա մասին, որ այդ տարածությունը ինքը կորություն ունի։ Ժամանակը իրականում մենք որ այդպես վերացարկում ենք, ուղիղ ենք դիտարկում, ինչ որ մի բան հասկանալով համար, իրականում ոչ գծային ինքը կոր է։ Եվ այդ կորը կոնկրետ մարդու կյանքի հետ կապված, այսինքն մարդը ծնվել է այս պատմական ժամանակում, ինչ որտեղ ինչ որ ժամանակ, չէ՞, եւ այդ կյանքը վերջանում է մահով։ Ծնունդից մինչև մահ։ Եվ հին ավանդական ընկալումներում հավերժ վերադարձի գաղափարի ուսմունքի հետ կապված այդ մահը անմիջապես սկիզբ է նոր ծնունդի։ Այլ հարթության մեջ։ Այլ ժամանակային հարթության մեջ։ Այսինքն այդ այլ հարթությունը միշտ գոյություն ունի։ Այսինքն այդ կյանքը հավերժ վերադարձում միշտ ծնունդ մահ, սկիզբ վերջ, անընդհատ դա գործում է, անընդհատ գործում է։ Հիմա այստեղ կարող է հարց առաջանալ, արդյոք սա ամբողջությամբ չի տանում ճակատագրապաշտության կամ ֆատալիզմի։ Այսինքն մարդիկ իրենց այդ մի կյանքը, որ մենք գիտենք, որ այս տվյալ անձնավորությունը ծնվել է այս տվի, մահացել է այս տվի եւ այլն, կենսագրական որոշ տվյալներով հանդերձ, եթե հավերժ վերադարձի այս կաղապարված տեսանկյունից նայենք, ոչ խորքային կաղապարված, ստացվում է, որ այս շրջապատույթից, հավերժ վերադարձի շրջապատույթից, բարձում չկա։ Բայց իրականում, յուրաքանչյուր մարդու կյանքի ընթացքում, մենք գիտենք, որ մարդկանց մեծ մասը կա 4 գիտակցական վիճակներ, գիտակցության 4 վիճակներ։ Սա հին խորագիտական ավանդական ուսմունքյանը։ Կա քու, մենք գիտենք քնած ժամանակ, մարդու գիտակցության մասին խոսալը, Այնտեղ ենթագիտակցությունն է աշխարհում։ Չէ, ենթագիտակցությունը ես չեմ ասում։ Կա քնի վիճակ, որտեղ գիտակցության մասին մենք չենք խոսում։ Քնից երբ որ զարթնում է, իրականում այդ երկրորդ վիճակը, որ ասում ենք արթուն վիճակ, ըստ հին ավանդական մոտեցման, դա ոչ թե բառից բուն իմաստով արթուն վիճակ է, այլ դա արթմանի քուն է։ Այսինքն այդ օրվա ընթացքում մարդ տարբեր գործունեությամբ զբաղվելով, մտածելա, խոսելա, գործա եւ այլն, շատ բաներ կատարվում է մեքենայաբար։ Այո։ Մեքենայաբար։ Եվ կան պահեր, որ մարդը ավելի զգոն է, ավելի զգաստ է եւ կարելի ասել ինքնաճանաչողական գիտակցություն ունի այդ պահերի։ Կա չէ, այդ արթունի վիճակում կարծես մարդը ինքը իրեն կորցրել է։ Եվ այստեղ ես նոր հենց հիմա հիշեցի, որ կարելի է զուգահեռ տանել, կա մի բնորոշում, եթե չեմ սխալվում, Շեքսպիրին է վերագրում այդ խոսքերը, որ այս ամբողջ աշխարհը թատրոն է, իսկ մարդիկ դերասաններ։ Այո։ Հիմա այս տեսանկյունից որ նայում եք, ամեն մի մարդ պատմական այս ժամանակի մեջ, որ ծնվում ինչ է մահ, որոշակի աշխարհը թատրոն է, ինքը որոշակի դեր է կատարում։ Այո։ Որոշակի դեր է կատարում։ Եվ եթե նա այդ կյանքը իզուր չի անցկացրել, եթե նա հոգևոր կատարելագործման աստիճան է անցել, եւ մենք առիթ եղել խոսել ենք Վագնի ծննդի հետ կապված, որ դա երկրորդ ծնունդ է, սովորական մարդիկ եթե երկրորդ ծնունդ չեն ունենում, հավերժ վերադարձի այդ ոլորտի հետ կապված, այդ գաղափարի հետ կապված, նրանք կարծես թե նույն դերի մեջ, երբ որ որոշակի որակական փոփոխություն է տեղ ունենում, հոգևոր առաջընթաց, երկրորդ ծնունդ,
վահագնացնունդ եւ այլն, այսինքն մարդը իր անձնական անձնավորությունից որակական անցում է կատարում անհատականություն որպես երկրորդ ծնունդ, այսինքն իր բարձրագույն եսի արկայության մասին է խոսում, իսկ բարձրագույն եսը դա խոսում է, որ արդեն մենք նա գործ ունի որպես անհատականություն ժամանակի ավելի բարձր չափումների հետ, 5-րդ չափում, 6-րդ չափում, եռաչափ ժամանակի հետ կապված որ կա։ Ուրեմն այդ դերը որ կա, քիչ կարելի է թատրոնի տարբերակով ասել, որ ինչ որ մեկին թատրոնում դեր են տալիս, սկզբնական շրջանում որ դերասանը թատերական աշխարհմուտք է գործում, նրան շատ լուրջ գործեր չեն տալի, չէ՞, սկզբից երկրորդական դերեր են տալի, հետո որ տեսնում են շատ լավ կատարում է եւ կարողություններ ունի, մի քիչ ավելի լուրջ դեր են տալիս, չէ՞։ Եվ այդ ավելի լուրջ դերը, այսինքն, ասենք լիր արքայում է խաղում կամ Պագանինի հետ կապված թատերական ներկայացնում, շատ նշանավոր բաներում գլխավոր դերեր են տալիս, բայց հետո այդ դերասանին ինքը կարող է դերը երկար ժամանակ խաղալ, կոնկրետ թատրոնում, կոնկրետ ժամանակ, եւ դրանից հետո անցնել մեկ այլ դերի։ Այսինքն հավերի վերադարձի այդ բանը որ կա, երբ որ մարդը իր հոգևոր առաջընթացն է ապրում եւ երկրորդ ծնունդ է ունենում, ինքը այդ կրկնվող, հավերժ կրկնվող դերակատարումից դուրս է գալիս։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ըստ հին աշխարհանկարումների, այստեղ բացարձակ ճակատագրապաշտության կամ ֆատալիզմի հետ մենք գործ չունենք։ Ընդհակառակը, եթե մենք ուղղագծային ժամանակը որպես առաջի չափում, արդեն գալիս ենք շրջանի կրկնվող պարբերության հետ եւ այդ բոլոր կյանքերի, բոլոր ժամանակի պահերը, որոնք կոնկրետ կյանքի հետ որոշակի ընտրության հետ են կապված եւ հավերժության մեջ այդ բոլոր պահերը, որ հնարավորություն ունեին իրականություն դառնալու, այդ ամբողջը 5-րդ չափում է, հավերժության։ Տեղափոխվում է 5-րդ չափ։ 5-րդ չափման մեջ է գտնվում։ Ուրեմն ես կարծում եմ ինչ որ չափով կարողացանք մենք այդ հարցին անդրադառնալ, բայց այստեղ ասեմ, պետք է խիստ տարբերակել վերամանրնավորումը, ռեինկարնացիա, ուրեմն այդ կյանքի բարբերական կրկնությունների հետ։ Ուրեմն վերամանրնավորումը ոչ բոլորին է տրված կամ հնարավորությունը։ Ըստ հին նույնիսկ արևելյան ուսմունքների, վարդապետությունների իմաստնության հիմնականում որ չի հավաքվել, այդպիսի հնարավորություններ ունեն հերոսները, այլ մենք առիթ եղավ խոսեցինք, որ անմահության ճանապարհը, անմահության են գրում հերոսները, հերոսական վարք ու բարքով ձեռքբերումները, հերոսները, առաջնորդները եւ ուսուցիչները։ Բայց առաջնորդը պետք է ինչ-որ լավ բան արած լինի, չէ՞ որ նա։ Ես առաջնորդ բառը իր խորքային իմաստով։ Առաջնորդ ամեն մեկը չի որ առաջնորդ է։ Իհարկե։ Այդպես բուտաֆորիկ կերպարներ կան, իբր առաջնորդ է, բայց դրանք ոչ մի աղերս չունեն։ Առաջնորդի հետ։ Որակական առումով իրեն ոչ մի աղերս չունեն։ Սա ազգային հայ ազգի ճակատագրի հետ կապված, ուրեմն շատ կարևոր բան է։ Ուրեմն հավերժ վերադարձ, վերամարմնավորում, չմոռանանք նաև վերաբնակեցման գաղափարեր կա։ Սրանք ուրեմն հավերժ վերադարձի այդ կրկնությունների հետ, որ դրանք միշտ այն հարթություններում զուգահեռ, այսինքն ժամանակի պահերի զուգահեռ հարթություններ կա, բոլոր կյանքերի համար, որը տեղի են ունեցել։ Իվան Վասիլևիչը գնաց, չէ՞, 11-րդ դար, բայց կարող էր գնալ ուրիշ ժամանակներ, ուրիշ տեղեր, պալատներ, միջավայրեր, այսինքն դրանք բոլորը հավերժության մեջ չկան։ Նաև իմիջիայլոց ասեմ, դրա հետ կապված Հերբերտ Ուելսի ժամանակի մեքենան, այնտեղ էլ այդ գաղափարները կա,
Իմիջիանոց այդ շատ ֆանտաստիկ գրողներ, չէ՞, օրինակ Ժյուլ Վերնը ժամանակին բաներ է գրել, չէ՞, որ հետագայում կյանքում իրականություն են դարձել։ Այո։ Նույնիսկ ֆանտաստիկ գրողները տարածության ժամանակի հետ կապված այնպիսի գաղափարներ են, օրինակ ժամանակի մեքենա եւ այլն։ Եվ այսօր արդեն ժամանակակից ֆիզիկայում դա առանձին անհատների, ֆիզիկոսների կողմից եւ այլ մասնագետների կողմից լուրջ ուսումնասիրության է ենթարկվում։ Այո, հիմա շատ են խոսում ժամանակի եւ տարածության մասին։ Շատ խոսում են։ Այո, շատ։ Եվ ժամանակի դիտելով դա քվանտային մեխանիկայի տեսանկյունից։ Ժամանակի տարածության հարաբերականության տեսանկյունից։ Շատ հետաքրքիր է նաեւ այստեղ այլ լեզուներում, ասենք ռուսերենում ժամանակի վրեմյա են ասում, անգլերենում time են ասում, բայց հայերենում նաեւ ասում են ժամանակ։ Մենք ունենք նաեւ ամանակ։ Az amanակ, azaman։ Պահլավերենում եւ պարսկերենում, չեմ կարող ասել պարսկերենում, հին պարսկերենում է թե միջին պարսկերենում ժամանակի նաեւ zaman են ասում։ Բայց աման հասկացողությունը ամանի ակ չէ, արեգակ, ամանակ։ Այդ ակ հասկացողությունը ժամանակի անիվ հասկացողություն կա։ Ռուսերեն կա կալեսո времени, սանսկրիտում, հինդուիզմի մեջ ժամանակի հետ կա կալա չակրա։ Կալան ժամանակն է, չակրան, չախարակ, որ ասում են չակրա, դա անիվն է։ Ճակատագրի անիվ։ Ճակատագրի անիվ, բախտի անիվ, ժամանակի անիվ, այս բոլորը նաև տոմարի հետ է կապված, ժամանակի հետ է կապված։ Նաև չմոռանանք, փոքր մհերի հետ կապված, նաև այն ժամանակի ճակատագրի անիվը չախրի ֆալակը, չախրի ֆալակ։ Այդ չախրի ֆալակը ժողովրդական ավանդապատումներում, զորույցներում պահպանված կա, փոքր մահերի հետ կա, որ փոքր մահերը որտեղ որ կա, միշտ հայացքը այդ ճախրի ֆալակի վրա է, բախտի անիվի վրա է, եւ որ այդ բախտի անիվը, ճակատագրի անիվը, ժամանակի անիվը կոնկառնի, փոքր մահերը դուրս կգա եւ կգա աշխարհի վերջը, նորից կավերվի, նորից կշինի եւ այլն։ Ուրեմն մենք տեսնում ենք ինչ որ ձևով մեր ավանդական զրույցներում, էպոսի հետ կապված, փոքր մահերի հետ կապված, մեր հայերեն լեզվամտածողության մեջ այդ բառերը, որ ասում ենք ժաման, ժամանակ եւ այլն, սրանք պահպանված են եւ դրանք լուրջ վկայություններ են, այդ անվանումները, այդ հասկացությունները, որ շատ հնուց են գալիս, որ մեր նախնիները իմացել են դրա մասին։ Իմացել են տիեզերական ժամանակի մասին։ Այո, այդ ժամանակի խորհուրդը խորքային են հասկացել։ Ինչ բան է հավերժություն, ինչ բան է հավիտենականություն։ Այս բառերը, որ հնուց է չէ գալիս, այս որ օգտագործել են, նշանակում են իրենք իմաստավորել են, հասկացել են։ Այսինքն մարդու գիտակցությունը այս այն հոգևոր այրերը, մեծերը, մեծահոգիները, երբ որ այդ մակարդակը ունեցել են, նրանք կարողացել են գիտակցության ավելի բարձր մակարդակների հետ հաղորդակցվել եւ հասու լինել ժամանակի խորհրդին, հասու լինել տարածության խորհրդին, հասու լինել հիշողության խորհրդին։ Օրինակի համար հիշողության մասին մենք որ խոսում ենք, իհարկե այս պատմական ժամանակի հետ կապված, ներկա ժամանակի հետ կապված, մենք շատ ենք տեսնում, թե ինչպես է պատմությունը, պատմական ժամանակագրությունը եւ մեր նախնյաց հետ կապված, պատերազմների հետ կապված եւ այլ անցյալի հիշողությունների հետ կապված ինչքան են աղավաղում։ Կեղծարարությունը համատարած տարածում է ստացել։ Հիշողությունը խաթարված է։ Երկար ժամանակ, երբ որ մի սուտ անընդհատ սերունդ մատուցում է, կերակրում են սուտը, այդ ապագա սերունդներն էլ կարծես իրենք են տեսնում, են սովորում։ Իրենք չեն սևեռվում ճշմարտության վրա։ Սուտը շրջանառության մեջ դնում է, կերակրում են սրտով եւ մարդուն հնարավորություն չեն տալիս։ Խոսք կա, չէ, ասում են իմացեք ճշմարտությունը եւ դուք փրկվեք։ Իսկ այդ ճշմարտություն ասածը ճշմարիտ հիշողություն է։
ճշմարիտ պատմություն, ճշմարիտ հիշողություն, անցյալի հետ կապված։ Անցյալը ներկան եւ ապագա հարաբերությունում դրանք ամբողջություն են։ Այո։ Դրանք ամբողջություն են, բայց այստեղ պետք է մի նկատառում ունենալ։ Այստեղ պետք է կարևորել ներկա ակնթարթը, ներկա պահը, այժմ եւ այստեղ գիտակցությունը, երբ որ ինքը սևեռված է, այժմի եւ այստեղի հետ կապված, ինքնագիտակից է եւ ճշմարտության հետ կապված, զգաստության հետ կապված, այդ ներկա պահը ակնթարթը փաստորեն դուռ է բացում գիտակցության պորտալ, հա։ Պորտալ, բարձր չափումների հետ կապվելու համար։ Դա շատ կարևոր է։ Այսինքն մենք, եթե ուզում ենք մեր ճակատագրի տերը դառնալ, հայ յուրաքանչյուր մարդ, հայոց ճակատագիրը մենք մի մարդով չի հայոց ճակատագիրը կայանում։ Եթե մենք միասնաբար ազգովի ուզում ենք մեր ճակատագրի տերը դառնալ, ուրեմն մեր ներկայի տերը պետք է դառնանք։ Ոչ թե ներկան պետք է ապրենք, այլ տեր դառնանք։ Ապրենք մեքենայաբար։ Չհասկանալը, որ ներկան անցյալ դարձավ։ Ապագան եկավ, ներկան մենք բաց թողեցինք, այդ պահը մեքենայաբար անցյալ դարձավ ու այդպես շատ բան։ Եվ այս տեսանկյունից շատ լավ է, որ մտքովս եկավ մի հետաքրքիր բան։ Ըստ հումների հետաքրքիր մոտեցում կա։ Ուրեմն մենք կյանքը, տարիքը, կա քաղաքացիական տարիք հասկացողություն եւ կա հոգեվոր տարիք հասկացողություն։ Ու կենսաբանական տարիքը դեռ մի կողմ։ Քաղաքացիական տարիքը կապված է, որ այդ մարդը երբ է ծնվել եւ հիմա քանի տարեկան է, չէ՞։ Եվ ասում են, այդ մարդու քաղաքացիական տարիքը 30 տարեկան է, 5 տարեկան է, 6 տարեկան է, եւ կա հոգեվոր տարիք։ Շատ հետաքրքիր է, որ ըստ հների ժամանակայի հետ խորքային ընկալումների, մարդը կարող է լինի քաղաքացիական տարիքը 60 տարեկան, բայց հոգեվոր տարիքը 5 տարեկան։ Կարող է։ Սա ինչ է նշանակում, որ այդ 60 տարվա մեջ տվյալ անձնավորությունը, ես նույնիսկ շատ ասեցի, կարող է 5 տարուց էլ ավելի փոքր։ 5 տարի է, որ ինքը ներկա պահերին գիտակից եղել։ Այդ 55 տարի անցել է քնի մեջ, մեքենայաբար եւ այլն։ Այսինքն 60 տարվա քաղաքացիական տարիքը դա դեռ չի խոսում, որ նա 60 տարվա հոգևոր տարիք։ Այսինքն ինքը հոգևոր զարգացում չի ապրել։ Չի ապրել։ Նա երեխայական, հոգևոր առումով երեխայական տարիքի մեջ։ Սա նկատի ունենալով եւ քաշ գիտակցելով պետք է ուրեմն մարդը իր կյանքը իրեն տրված այդ հնարավորությունը ապրի այնպես, որ իր կյանքի յուրաքանչյուր ակնթարթ, կարողանում է գիտակցել, ինքը ներկա լինել եւ Շեքսպիրյան են արտադրում է լինել թե չլինել, վերագրել կյանքի յուրաքանչյուր պահին։ Այդ յուրաքանչյուր պահին, եթե քո բարձրագույն եսը, անհատական եսը կա, արկա է, ուրեմն լինել, կաս։ Եթե արկա չէ, ուրեմն չլինել, լինել թե չլինել, ուրեմն անպայման ուղերձնել լինել, գիտակից լինել, որպեսզի ամբողջ կյանքը լինի գիտակից կյանք, իմաստավորված կյանք, եւ դրանով հանդերձ յուրաքանչյուր հայորդի այս անվերջ վերադարձի ուղերձը ունենալով, խորհուրդը ունենալով, ժամանակի հետ երեք չափումների հետ եւ այլն, ուրեմն մենք կարող ենք ազգովի միասնաբար կերտել մեր ճակատագիրը եւ միաժամանակ վերամարմնավորումը ըստ հների, որ կարող տրված է հերոսներին այդ հնարավորությունը առաջնորդների, մեծատառով առաջնորդների
ուսուցիչներին հոգևոր մահատմա հասկացողություն կա արևելքում, որ բառացի նշանակում է մեծ հոգիների։ Եվ նրանց միջոցով է, նրանց մարմնավորման է մեր պատմությունը ավելի փառավոր էջեր ունեցել, եւ ներկայումս էլ այս հիշողությունը նորից կյանքի կոչելով եւ միջավայր ստեղծելով վերամարմնավորելու համար մեր հերոսների, մեր նահապետներին, նախնին մեծ առաջնորդներին եւ մեր նախնի հոգեվոր ուսուցիչներին, որոնք վերամարմնավորելով այս շատ կարևոր նոր ժամանակներում իրենք կարող են նույնպես առաջնորդել, ճիշտ առաջնորդի դերը կատարել փոխել ժամանակի եւ կերտել մեր նոր ժամանակները։ Եվ փոխել ժամանակի պատտել ժամանակի անիվը դեպի դրական փոխություններ։ Այս սևոմուտ երկաթի դարաշրջանը այս ճանապարհ դնելու այս պահին ուրեմն այդ վերամարմնանումները հաստատ տեղի են ունենում եւ մենք նկատում ենք, որ նոր ժամանակներում արդեն շատ հայորդիներ կապված անցյալի հետ եւ այլն իրենք լուրջ ուսումնասիրություններ են կատարում հայ ազգի ծագումնաբանության հետ, հայոց բնորանի հետ, հայոց ձեռքբերումների հետ, պատմական վերականգնում են պատմական հիշողությունները եւ այլն, դրանք ես պատահական չեմ համարում։ Պարոն Սիմոնյան, տարածության ժամանակի կապի հետ կապված այսպիսի արտահայտություն ունենք, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում։ Այո, դա շատ կարևոր է։ Ուրեմն ինչ բան է չարագործություն։ Մի բնորոշում կա, սահմանում կա, որ ցանկացած բան մենք գիտենք հայոց համար, այդ բանը ամեն ինչ։ Ամեն ինչ։ Խոսք, առարկա։ Մտքի հետ կապված, խոսքի հետ կապված, գործի հետ կապված, երևույթի հետ ցանկացած բան։ Եթե ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում չի, իրագործվում, չի իրականանում փաստորեն։ դա չարիք է։ Չարիք է, հա։ Դա չարիք է։ Եվ սա շատ հետաքրքիր խորհուրդ է։ Օրինակ կան մարդիկ, որ իրենք բարի նպատակներով, չէ՞, բարի գործունեություն ծավալելու համար իրենք որոշել է, որ այս գործը կյանքի կոչ։ Բայց կամանի, որ իրենք այդ գործը այդ նպատակը կոչելու համար այդ գործընթացը, գործունեությունը սկսում են ոչ ժամանակի եւ ոչ ճիշտ տեղում եւ ոչ ճիշտ մարդկանցով։ Ուրեմն բարի նպատակ հետապնդողը տեսնում ենք, որ այդ գործը կյանքի չի գործում։ Եվ այդ բարի գործի փոխարեն մենք տեսնում ենք այն ունքը շինելու փոխարեն տալիս են աչքներ հանում են։ Ուրեմն ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին սա անցյալ մեր հանդիպման ժամանակ մենք ասացինք, որ պատահական չի, որ մենք ունենք սարքազան տոմար, պատահական չի, որ մենք մեր նախնիները որակավորել են ժամանակը, ժամանի ակը, այդ եռաչափ, որ մենք վերցնում ենք, գծայինը դառնում է շրջան, շրջանը դառնում է պարույր եւ պարուրաձև այդ զարգացումը գնում է։ Որոշ ընթացքներ գնում են ցած, որոշներ վերը, այսինքն եռաչափ ժամանակի հետ։ Մեր օրվա մեջ, ամսվա մեջ, տարվա մեջ ժամը, օրը, ամիսը, տարին հայոց լրիվ որակավորված։ Այո, մեր տոմարով որակավորված է, անորոշ չէ։ Մենք գիտենք, որ դրա համար կա դիցաժամեր։ Օրվա 24 ժամ որ ասում են, 24 ժամից հետո այլ նաև դասակարգում կա դիցերի հետ կապված, դիցա շրջանի հետ կապված, որ ցանկացած դիցի հետ կապված օրվա որ ժամի հետ այդ հաղորդությունը, այսինքն այդ դիցական աստվածային զորությունները, ժամանակը ինքը զորություն է, Կոզիրևի տեսությունը խոսում է դրա մասին,
որ ժամանակին նա տալիս է, որ աստղերը եւ այլն ամեն ինչ, այդ էներգիաները, զորությունները ժամանակի միջոցով են հոսք տեղի ունենում, արտազեղում ունենում։ Տարվա մեջ այդ ժամանակի, այդ զորությունների, այդ կենաց շրջանը, խաղը, որ մուտք է գործում երկիր ոլորտ, ուրեմն մենոնք որակավորել են օրվա ժամերին համապատասխան, ամսվա օրերին համապատասխան, տարվա ամիսներին համապատասխան։ Դրա համար է ամենազորեղ ուժն է ժամանակը։ այո, ովքեր ժամանակի հետ հաշվի չեն ունեցնում, ժամանակն է նրանց հետ հաշվի ունեցնում, բայց կործանարար առումով։ Ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում։ Այսպեսի մի հարց տամ։ Արդյոք ժամանակը հավասարաչափ է ամենուր։ Դա շատ շատերին է ուզում։ Ուրեմն տեսեք, հետաքրքիր մի բան կա։ Ասում են թիթեռը մի օր կյանք ունի։ Ու իրականում կարող մի օր չի, մի քանի օր ավելի շատ է եւ այլն։ Բնության մեջ մենք մեր այս մարդու համար այս երկրային պայմաններում մենք ժամանակի միավոր ենք, չէ՞։ Այո։ Վարկյան ունենք, ժամ ունենք, մեխանիկական ժամի հետ կապված։ Մենք դրանով փորձում ենք ամեն ինչ գնահատել, որպես քանակ, ոչ թե որակ, որպես քանակ։ Քանակ։ Դրել ենք մետրերով, չափում ենք այդ ժամանակը անորակ։ Իսկ ասեցին մեզանում այդ ժամերը լրիվ որակավորված, լրիվ որակավորված։ Եվ արդեն նկատելի է, որ բնության մեջ կան պրոցեսներ, որ այս քանակական, մեխանիկական ժամանակի միջոցով կարող է մի վայրկյան ասել, մի ժամ ասենք, մի օր ասենք, բայց այնտեղ գործընթացները գնում այնպիսի արագությամբ, այնպիսի ինտենսիվությամբ, որ մենք տեսնում ենք, որ այդ ժամանակի ընթացքը հարաբերական է, լրիվ հարաբերական է, թիթեռը մի օրվա մեջ մի ամբողջ կյանք է ապրում, արագացված, եւ հարաբերականության տեսության մեջ, այդ որ ասում են, այս մեզ հասանելի ամենաբարձր արագությունը դա համարում են լույսի արագությունը եւ դատարկության մեջ վակուում ասում են 300,000 կիլոմետր վայրկյան արագությամբ իրականում կա գեր լուսային արագություններ դա մի այլ խոսակցության բան է բայց բոլոր դեպքերում ունեն բարձր արագությունների ժամանակ այդ ժամանակը եւ տարածությունը նույնիսկ շարժվող, բարձր արագությամբ շարժվող մարմնի չափերը եւ այլն փոխվում են։ Կան ֆանտաստիկ ֆիլմեր, չէ՞, որ շատ բարձր արագության, լույս արագության մոտ այդ արբանյակները, հրթիռները, որ գնում են միջ աստղային ճանապարհորդությունների եւ այլն, տիեզերագնացները այնտեղ երիտասարդ են այդ արագությունները։ Տենց ֆիլմեր էլ կան։ Հենց դա է։ Տենց ֆիլմեր էլ կան։ Ուրեմն ձեր հարցի պատասխանը է դա։ Ուրեմն ժամանակի եռաչափության հետ կապված, հավերժ վերադարձի հետ կապված, այդ ժամանակի ինտենսիվության արագության հետ կապված պետք է դրանք բոլորը բանան։ Չպետք է միանշանակ բոլորը բերել այդ քանակական գծային ժամանակի հետ, որովհետև շատ բաներ կա, որ մենք չենք հասկանում։ Միկրո աշխարհում պրոցեսներ կա, այնպիսի բարձր արագությամբ են տեղի ունենում։ Դուք պատկերացրեք, որ արդեն էլեկտրոնների հետ, տարրակամասնիկների հետ կապված, երբ որ այս միջնադարյան կամ նյուտոնյան եռաչափ տարածության եւ գծային ժամանակի տեսանկյունից նայում ենք տարրակամասնիկների, ուրեմն այդ ասում են տարրական մասնիկը իրականում մենք չենք կարող այս ժամանակի ընկալումներով այդ սորական ասել սա այստեղ չափեր, որից պատմում են նա ամենուր է եւ շատ առեղծավային միստիկ վիճակում է հայտնվում դա այս սորական մտածելակերպով նկարագրելու, բացատրելու եւ այլն դա պետք է հաշվի առնել եւ այս թեման շատ ծավալուն թեմա է, բնականաբար այս թեմային մենք հավերժ վերադարձի
անդրադառնալով, վերամարմնավորմանը անդրադառնալով, ժամանակի չափումներին անդրադառնալով, մարդկանց կյանքի ծնունդ եւ մահվան հետ կապված եւ շատ խորհուրդների հետ կամ ժամանակի մեքենայի անդրադառնալով այս կարելի է երկար խոսալ եւ սա մենք ընդհանուր գծերով ներկայացրեցինք։ Իրականում սա ասպարտ թեմա է եւ այս հաղորդմամբ հուսանք որ մեր նույնները եւ ագանդիրները հասու կլինեն որ իրենց կյանքում իրենք ուշադրություն դարձնեն այս թեմային եւ շարունակաբար կարողանան խորացնել իրենց գիտելիքները։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան։ Ես եմ շնորհակալ։ Ստեսություն, սիրելի հայրենակիցներ։